Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այլևս քաղաքացիական ամուսիններ չեն։ Շոկային նորություն, որ որևէ մեկը չէր սպասում։ Բամբասանքների լայն դաշտ բացող այս ինտրիգային հրապարակումն արեց ինքը Աննա Հակոբյանը գրելով մեջբերեմ։ Տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինել զուսպ, լինել կոռեկտ։ Նախ Հակոբյանը գիտի, որ բազմաթիվ մարդիկ չեն հասկանալու, որ ինքն ուղղակի օգտագործում է PR-ում ընդունված agenda settings կամ օրակարգի սպասարկում գործիքը, երբ օրինակ քաղաքական գործիչ անում է այնպիսի հայտարարություն, որը ստիպում է մեդիային եւ հանրությանը խոսել ոչ թե այն մասին, ինչն իրականում կարևոր է կամ խնդրահարույց հասարակության համար, այլ այն թեմայի մասին, որն ինքն է նետել դաշտ։ Սա բնորոշվում է նաեւ իբրև trial balloon, փորձնական փուչիկ, երբ քաղաքական գործիչն անում է ինտրիգային կամ ոչ միանշանակ հայտարարություն, պարզապես հանրության արձագանքը չափելու համար։ Եթե արձագանքը շատ բացասական է լինում, նրանք կարող են հետ կանգնել, ասելով, որ դա պարզապես կատակ էր եւ իրեն չհասկացան, եթե ոչ, շարունակել խաղալ թեմայի վրա։ Ու ինչն ամենաէականն է, Աննա Հակոբյանը հասկանում է, որ նմանօրինակ հայտարարությունները clickbait են, այսինքն երբ քաղաքական գործիչն օգտագործում է սուր բառեր կամ կիսատ թողնված մտքեր, օրինակ շուտով կիմանաք, սենսացիոն բացահայտում եմ անում, որպեսզի ապահովի մեդիայի տեսանելիությունը, ինքը այդպիսի վարք է դրսևորում։ Մինչդեռ հավանաբար Փաշինյանն ու Աննա Հակոբյանը որոշել են, ինչպես մեզանում է ընդունված, ասել զաքսավորվել, ինչն էլ ինքնին հանգեցրել է իրենց քաղաքացիական ամուսնության ավարտին։ Քաղաքացիական ամուսնության հասկացությունը ինքնին մեզանում սխալ է ընկալվում, բայց տերմինների մեջ չխորանամ հաստատելով, որ կամ Փաշինյանն ու Հակոբյանը զաքսավորվել են, կամ էլ նրանց պսակադրությունն է շուտով տեղի ունենալու ինչ-որ նորելու կապստամբ եկեղեցականի օրհնությամբ, որը ինչի մնաց գուցե շուտով նշանակվի Մայր աթոռում կաթողիկոսի տեղապահ։ Ով օրհնի թագավորի ամուսնությունը, նա էլ կստանա հոգևոր իշխանություն։ Իդեպ բոլորովին վերջերս մի ֆիլմ էի պատրաստել Հենրի VIII-ի ու Աննա Բոլեյնի մասին։ Գուցե շատերը դիտած չլինեք, հղումը կհայտնվի հենց հիմա էկրանի աջ վերևի հատվածում, դիտեք այս եթերից հետո, այստեղ մի կանխագուշակում եմ արել, որը մեր օրերում արդեն իրականություն է դառնում։ Ինչևէ, Հակոբյանն ինտրիգը նետեց հասարակության մեջ, ու քանի որ Փաշինյան-Հակոբյան զույգը լավ է հասկանում մեդիա շոու կազմակերպելու բոլոր նրբությունները, կարող եմ ենթադրել, որ ընտրություններից առաջ կհրապարակվի կամ այդ ժամանակ ուղիղ եթերում Փաշինյանի եւ Հակոբյանի պսակադրությունը տեղի կունենա եկեղեցում նրանց համատեղ վարկանիշը բարձրացնելու համար։ Սա իհարկե կալվի եկեղեցին այսպես կոչված մաքրագործման ենթարկելու տրամաբանության ու արշավի ներքո ու այլևս այլ եկեղեցում պսակադրվելու ցանկությամբ։ Հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների պայքարը այսպիսով կավարտվի։ Հավանաբար Փաշինյանը մինչև ընտրությունը Գարագին երկրորդին կուղարկի Մոսկվա եղբոր մոտ։ Հաուի դեպ ինչու է Աննա Հակոբյանին եւս անվանում քաղաքական գործիչ։ Մի նեղվեք, այստեղ զազրելի